Trip, which will ensure unimpeded access through the Zangezur corridor. Ադրբեջանի նախագահի ՄԱԿ-ի ամբիոնից մեկ շաբաթ առաջ հնչեցրած այս հայտարարությունը հայաստանյան իշխանության շարքերում փոքրիկ փոթորիկ առաջացրեց, այն որ օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան նախաստորագրումից հետո էլ Ադրբեջանը չի հրաժարվում Զանգեզուրի միջանցք տերմինը կիրառելուց, հայաստանցի պաշտոնյաներին ակնհայտորեն դուր չի գալիս։ Դրա առաջին վկայությունը դարձավ Հայաստանի վարչապետի սեպտեմբերի 27-ի Նյույորքյան ելույթը։ Ադրբեջանի նախագահը, ում հետ ընդունել ենք Վաշինգտոնի հռչակագիրը, դրանից հետո մի քանի անգամ, այդ թվում այս ամբիոնից, օգտագործել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցք արտահայտությունը։ Նման արտահայտություն Վաշինգտոնում համաձայնեցրած փաստաթղթերում չկա։ Հայաստան-Ադրբեջան բանակցություններում կամ փաստաթղթերում երբեք չի եղել։ Կարծում եմ իմաստ ունի, որ ադրբեջանցի գործընկերը սպառզաբանի, թե ինչ նկատի ունի այդ արտահայտությունը օգտագործելով։ Երեքշաբթի օրն արդեն Փաշինյանն Ալիևին ուղղված այս պահանջը կրկնեց օվկիանոսից այս կողմ, Ստրասբուրգում։ Դիմեցի կոչով ադրբեջանցի գործընկերոջս, որպեսզի պարզաբանի, ինչ նկատի ունի Զանգեզուրի միջանցք ասելով։ Սրան զուգահեռ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նիստի ընթացքում մեկ այլ բարձրաստիճան հայ պաշտոնյա, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կոչ արեց ադրբեջանական կողմին զերծ մնալ Զանգեզուրի միջանցք արտահայտությունն օգտագործելուց։ Այսինքն քու պրոբլեմը իր ձևակերպած բառերն է, թե բովանդակությունը։ Որն է քու պրոբլեմը, կարաս բացատրես։ Հայաստանյան ընդդիմության համար իշխանությունների նյարդային պահվածքի պատճառները գաղտնիք չէին։ Լուսավոր Հայաստանի առաջնորդ Էդմոն Մարուքյանի համոզմամբ պարզից էլ պարզ է, որ Վաշինգտոնում Հայաստանն իրականում հենց միջանցք է, որ տրամադրել է Ադրբեջանին, սակայն քաղաքացիական պայմանագրում անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի դա չբացահայտվի մինչև 2026 թվականի ընտրությունները։ Պարզա Ալիևն ու Էրդողանը հանգիստ են տալու մինչև հունիս, ոչ մի բանը չեն հիմա անել իմպլեմենտացիա, խի որովհետև հիմա այն իմպլեմենտացիան հենց են անել, գմփունը դուրս է գալու, խի որովհետև պարզվելու է, որ դա միջանցք կա։ Հիմա որպեսի այդ բազարն, այսպես ասած, հիմա չտրակի, հիմա ասես դու մի հատ պարզաբանի, չէ որ այսքան բերկրանքը, այս պոզիտիվը, այս մի հզորը, զարգացումը, ինքնիշխանը բանը, sense բաներ են խոսալու, հետո կգա որ փորձի վերընտրվի, հետո արդեն կգան տղեկը։ Տղեկը սակայն ողջ շաբաթ համառորեն լռում էին, ուստի Փաշինյանը Բաքվից այդպես էլ որևէ պարզաբանում չստանալով Չորեքշաբթի օրն արդեն խորհրդանում ստիպված եղավ շտկումներ մտցնել իր նախորդ հայտարարություններում։ Այժմ արդեն պարզվում էր, որ Ալիևը Զանգեզուրի միջանցք բառակապակցությունը օգտագործում է ոչ թե Հայաստանին տարածքային պահանջներ ներկայացնելու կամ խաղաղության գործընթացը տորպեդահարելու, այլ ընդամենը հարմարության համար։ Հորադի Զանգելան երկարա, ասում են Զանգեզուրի միջանցք։ Նիկոլ Փաշինյանի այս բացատրությունը սակայն որևէ քննադատության չի դիմանում։ Բանն այն է, որ ադրբեջաներենում Հորադի Զանգելան բառակապակցության մեջ նույնքան տառ կա, որքան Զանգեզուր դահլիզի, Զանգեզուրի միջանցք արտահայտության մեջ 15-ական։ Կողմ 64 դեմ 0 ձեռնպահ 2 որոշումն ընդունվել է, շնորհակալություն։ Խաղաղության գործընթացի գլխին կուտակված ամպերն այս շաբաթ փորձեց ցրել խորհրդարանական մեծամասնությունն այն նույն ժամերին, երբ Կոպենհագենում Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կարճատև զրույց էին անցկացնում, իշխող ուժը 3 էջանոց մի հայտարարություն ընդունեց Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքական ու փորձագիտական շրջանակներին հորդորելով ձեռնպահ մնալ կոնֆլիկտը խորհրդանշող եւ կամ այն վերաձևակերպելուն կամ բորբոքելուն ուղված խոսույթներից։ Հայաստան եւ պատիվ ունեմ խմբակցությունները փաստաթղթի քննարկմանը չմասնակցեցին, ինչը քվեականների համար ընդդիմադիրների հասցեին մեղադրանքներ հնչեցնելու եւս մեկ հարմար առիթ էր։ Ընդդիմությունը, երբ խոսքը վերաբերվում է խաղաղությանը, փախնում է, մեռած է ձևանում, ամեն ինչ անում է, որ որևէ կերպ խաղաղության հետ չառնչվի։ Վերջին անգամ իդեպ ազգային ժողովը հատուկ հայտարարությամբ հանդես էր եկել ուղիղ 3 ամիս առաջ Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ arczepiskopos Գալստանյանի եւ նրա կողմնակիցների ձերբակալություններից հետո։ Այն ժամանակ էլ խորհրդարանական մեծամասնությունը պահանջում էր, որպեսզի բարձրաստիճան հոգեվորականի գործողությունները ահաբեկչություն որակվեն, հիմնվելով իրավապահների հրապարակած գաղտնալսումների վրա։ Այս շաբաթ սակայն դատական հերթական նիստի ժամանակ Բագրատ Սրբազանն ու նրա փաստաբանները կրկին պնդում էին Ձայնագրությունները կոպտորեն մոնտաժված են։ Նենգաբար, ամբողջությամբ նենգափոխված, որտեղ ձեռք չի տվել գրել եք չի լսվում, որտեղ ձեռք է տվել փոխել եք, հələ դրանց կգան։
Ուրբաթ օրը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց մեկ այլ բարձրաստիճան հոգևորականի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Հաչապահյանի դատավճիռը բոլոր հույսերը, թե իշխանությունները հանրային բացասական արձագանքից խուսափելով գոնե ազատազրկում չնախատեսող պատիժ կընտրեն Հաչապահյանի համար չարդարացան։ Եվոտ Միքայել Հակաշեշ-Հաչապահյանին մեղավոր ճանաչել հաստատության քրեական օրենսգրքի 442-րդ հոդվածի 2-րդ մասով նախտած արարքում եւ որպես պատիժ նշանակել ազատազրկում 2 տարի ժամկետով։ Շաբաթվա գլխավոր ներքաղաքական իրադարձություններից մեկը դարձավ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ իշխանական լայնածավալ գրոհը։ Դրա մեկնարկը չորեքշաբթի օրն ազգային ժողովի ամբիոնից ազդարարեց անձամբ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական եւ հանրային դաշտից։ Ինչպես քաղաքական մեթոդներով եւ բոլոր այն մեթոդներով, որոնք կարելի է կիրառելի է ժողովրդավարական երկրում, եւ ես համոզված եմ, որ դա տեղի կունենա։ Փաշինյանի այս հայտարարության ֆորմալ դրդապատճառը Գյումրիի քաղաքապետի սեպտեմբերի 23-ի հարցազրույցում հայ-ռուսական հարաբերությունները սերտացնելու մասին հնչած մտքերն էին։ Մենք միություն ենք կազմում, այո, ես իմ ցանկությունն է դա, որ միություն կազմենք։ Ոնց որ ամբողջ Եվրոպան է միություն կազմում, ամբողջ Չինաստանն ու Ռուսաստանն են միություն կազմում, բա Հայաստան իրանից ինչ է ներկայացնում, որ միություն չկազմի, բայց անկախ Հայաստան պետականությունը պաշտպանելով։ Վարդան Ղուկասյանը սակայն որևէ նոր բան չէր ասել, այս նույն միտքը նա արտահայտել էր նաև ապրիլին, սակայն այն ժամանակ իշխանական մեծամասնության համակարգված գրոհի չէր ենթարկվել։ Իսկ այն, որ գրոհը համակարգված էր, որևէ կասկած չկար։ Փաշինյանի հայտարարությունից 24 ժամ չանցած գյումրեցի եւ ոչ գյումրեցի ԿՊԱ-ականները սկսեցին հանդես գալ Վարդան Ղուկասյանին դատապարտող հայտարարություններով։ Առաջինը Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանն էր, որը Facebook-ով դիմեց Գյումրիի քաղաքապետին պնդելով, թե մեջբերում գյումրեցու հիշողություններում ձեր մասին որևէ լավ լեգենդ չկա։ Հաջորդ օրն արշավին միացավ Էմմա Պալյան անունով падգամավորուհին, որի գոյության մասին հայաստանյան լայն հանրությունն իմացել էր միայն այն բանից հետո, երբ լրատվամիջոցներից մեկը պարզել էր, որ նա ամուսնուն ձևակերպել է որպես իր օգնական ազգային ժողովում։ Այսօր այս բարձր ամբիոնից ուզում եմ խոսել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի օրերս կատարած մի խայտարակ հայտարարության մասին, որը մեղմ ասած առաջացրել է քաղաքացիների զայրույթն ու զզվանքը։ Հոկտեմբերի 2-ի երեկոյան հակաղուկասյանական արշավը հասավ գագաթնակետին, հանրայինի եթերում էր Ղուկասյանի նախկին մրցակիցն, այդպես էլ Գյումրիի քաղաքապետ չդարձած Սարիկ Մինասյանը։ Կամաց մարդկանց ուզում են տանել դեպի միութենական ինչ-որ պետությունների դաշտ, որը անընդունելի է, նաև մարդը հայտարարել է, որ Հայաստանը իշխանությունները տանում են դեպի վիլայեթացման, թե ինչ, ես էլ հայտարարում եմ, նա ով կմտածի ես, իմ քաղաքական թիմը, մեր ընկերներից որևէ մեկը Հայաստանը միտք ունի տանելու վիլայեթացման, ով մտածի, որ այդպիսի բան կարող է լինել արտահայտվի, նա թրկահպատակ, ռուսահպատակ, ստրուկ է։ Գյումրիի քաղաքապետի դեմ արշավում յուրատեսակ տրամաբանական վերջակետն էլ դրեց հայաստանյան քաղհասարակությունը, որի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը Արթուր Սաքունցը քաղպայմանագրի պաշտոնակայք Civic-ի հետ զրույցում առանց վարանելու նշում էր, որ եթե մարդիկ խոսում են Ռուսաստանի հետ միություն կազմելու մասին, նրանց կարելի է եւ պետք է լռեցնել։ Նման տեսակետները չեն կարող ընդունելի լինել եւ համարվել որպես բազմակարծության դրսևորումներից մեկը։ Ես նույնիսկ հիշեցնեմ այդ կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասը, որ ինքը ասում է նման ուրեմն տեսակետ տեղեկությունների տարածումը, կարծիքների արտահայտման ազատություն եւ այլն պետք է սահմանափակված լինեն եւ կարող են սահմանափակվել ավելի ճիշտ, եթե դրանք դեմ են ժողովրդավարական պետության անվտանգության։ Քաղաքական շրջանակներում եւ մամուլում պտտվող լուրերի համաձայն հակաքարոզչական այս արշավին կարող են Վարդան Ղուկասյանի պաշտոնազրկման ուղղված արդեն կոնկրետ գործողություններ հետևել։ Գյումրիի քաղաքապետը սակայն պնդում է նահանջ չի լինելու։ Մեր մոտ վախ հասկացողությունը վերացած է։ Մենք վախենում ենք բարձրալն Աստծուց։
Բզդուգուց այդպես եկել ենք, այդպես է կմահանանք։ Գյումրիի ընտրությունները, որոնց արդյունքում Վարդան Ղուկասյանը վերադարձավ քաղաքապետի պաշտոնին, կայացան մարտի 30-ին։ Այդ նույն օրը Գյումրիից մոտ 80 կիլոմետր հարավ Փարաքարում հաղթել էր մեկ այլ ընդդիմադիր, Ապրելու երկիր կուսակցության անդամ Վոլոդյա Գրիգորյանը։ Նրա պաշտոնավարումը սակայն տևեց ընդամենը 5 ամիս։ Ընդդիմադիր համայնքապետը սպանվեց սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան իր տան բակում։ Սպանությունից մոտ 5 օր անց, սակայն քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը շտապեց հանրայինի տաղավար, հայտարարելով, թե գործը ամբողջությամբ բացահայտված է։ Կասկածյալներից մեկին Արեգ Օհանյանի փաստաբանը, սակայն քննչականի ղեկավարի հայտարարություններում մի շարք հակասություններ էր հայտնաբերել։ Քննչական կոմիտեի նախագահի հարցազրույցից պարզ դարձավ, որ Արեգ Օհանյանը ցուցմունքներ չի տվել, մինչդեռ կրկնում եմ, որ Արեգ Օհանյանը տվել է մանրամասն ցուցմունքներ, նկարագրել իր ամբողջ շարժը դեպքին նախորդող պահին, դեպքի պահին եւ դեպքից հետո, եւ վարույթ իրականացնող մարմինը այդ ցուցմունքները ստուգելու ուղղությամբ որևէ քննչական գործողություն չի ձեռնարկել։ Քննչական կոմիտեի նախագահն էր հանրայինի հետ զրույցում հայտարարել, որ այս մեղադրյալը ցուցմունք չի տալիս, միայն թե այդ հայտարարությունից անմիջապես հետո Արթուր Պողոսյանը նրա ցուցմունքից մեջբերումներ էր անում։ Ինքը նշում է, որ ըստ էության ինքը որևիցե առնչություն չի ունեցել, հրաժարվում է ցուցմունք տալուց, սակայն մի հանգամանք է նշում այն հարցին, թե օրինակ ինչպես հայտնաբերվեց այդ հանցագործության կատարող անձի հագուստները իրեն պատկանող շինությունում, ըստ էության ողջամիտ այս պահի դրությամբ առնվազն պատասխաններ չի տալի։ Նախաքննական մարմինը այս առումով իր ցուցմունքը գնահատում է անարժանահավատ։ Նախաքննական մարմնի գործողությունները սակայն եւս արժանահավատությամբ աչքի չեն ընկնում, հատկապես երբ հաշվի է առնում գործում առկա հակասությունների քանակը։ Մեղադրանքը որքան էլ որ տարօրինակ է, քննչական կոմիտեի նախագահը նշել է, որ մենք օժանդակող ենք, բայց այս պահին Արեգ Օհանյանը կալանքի տակ է գտնվում որպես սպանություն կատարող անձ։ 44-օրյա պատերազմի հանգամանքների քննությունը, որով վերջին 4 տարիներին զբաղված էր ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը, ավարտին մոտենալուն պես ներիշխանական լարվածության պատճառ դարձավ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի անսպասելի որոշմամբ ըստ էության փակվեց խորհրդարանի նիստում հանձնաժողովի զեկույցի քննարկման հնարավորությունը։ Լիագումար նիստեր մտցնելու իրավական հիմք չկա։ Զեկույցի հեղինակ Անդրանիկ Քոչարյանը սակայն Ալեն Սիմոնյանի այս որոշման հետ կտրականապես համաձայն չէր եւ ողջ շաբաթ հասկացնում էր ամեն ինչ կանի, որ իր ղեկավարությամբ պատրաստված փաստաթղթի քննարկումը մուտք գործի ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգ։ Եթե լիագումար չի մտնում, ինքը արկախված է մնում։ Եթե մտնում է, նշանակում է զեկույցը գոյություն ունի։ Եվ օրենքի պահանջն է, սահմանադրական օրենքի, որ զեկույցը այդ դեպքում պետք է լիագումարում զեկուցվի։ Եթե այլ տարբերակով է գնում, նշանակում է զեկույցը գոյություն չունի։ Մոտ 200 էջանոց այս զեկույցն իհարկե գոյություն ունի, այստեղ որևէ կասկած չկա։ Այլ հարց է, թե այդ ինչ տեղեկություններ ու եզրահանգումներ են տեղ գտել դրանում, որ ստիպում են իշխանություններին ընտրություններից 7 ամիս առաջ հրաժարվել փաստաթղթի թեկուզ եւ մասնակի հրապարակումից։ Այն, որ քննիչ հանձնաժողովի զեկույցում 44-օրյա պատերազմի վերաբերյալ կարող շատ անսպասելի մանրամասների հայտ գալ, զգացվում էր հատկապես Անդրանիկ Քոչարյանի Ֆակտոր TV-ին տված հարցազրույցից։ Լոգիստիկ բարդագույն խնդիրների առաջ է կանգնած վարչապետի բորտը վերջը ծառայում էր այդ նպատակին, ճանապարհները փակային հասամար եւ հարևանների կողմից։ Չէ, ասացիք վարչապետի բորտը ծառայում էր այդ նպատակին։ Բա ինչով, այո։ Տեխնիկա բերել նպատակին, զենք։ Այո, բայց այդ մասին էլ զեկուցում կա։ Կառավարման ձիրք ունեցող մարդուն պետք չի, որ նա ունենա բարձրագույն կրթություն։ Շաբաթվա խորհրդարանական գլխավոր հերոսի անունն էր Ռիփսիմե Հունանյան, քաղաքացիական պայմանագրի անդամ այս падգամավորն այսուհետ կղեկավարի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը, չնայած բարձրագույն կրթության բացակայությանը։ Հունանյանը մինչև ազգային ժողով գալը բուժքույր էր։ Օրենքներ կարդալը, օրենքներ մեկնաբանելը այնքան շատ դժվար չէ, ինչքան աշխատել, մտածել նաև միաժամանակ հիվանդանոցային օղակում։